Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 21-ի համար։ Օրը չորեքշաբթի է, տեսնենք թե մեզ բոլորիս ինչ է սպասվում։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մայիսի 21-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը երեխաների հետ կապված որևէ իրադարձություններ ունեք, հնարավոր ծնունդ է, կնունք է, հղիություն է եւ այլն, ծննդաբերություն կամ ուղղակի երեխաների հետ ինչ-որ տեղ եք գնում, թորներն են գալիս եւ այլն։ Նաեւ հույսով լցված եք կամ հույսներ դրել եք ինչ-որ մի բանի վրա, ինչ-որ մեկի վրա, կամ հույսով այդպես, հա, որ սա տեղի կունենա, այդպես։ Նաեւ ինչ-որ մի մեկից կամ ինչ-որ բանից կողքի հիասթափվել։ Դրա համար, չգիտեմ, դա հույսի հետ է կապված թե ոչ, բայց հա ինչ-որ մի բան է, որը որ ձեզ կարող է տխրեցնել, որը որ ձեզ կարող է հիասթափեցնել։ Օրվա ընթացքում կցանկանաք պարկել, հանգստանալ, քնել։ Ոմանց համար սա ինտիմ հարաբերություններ են։ Օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, ինչպես կանեք, ինչ կանեք։ Նաեւ ոմանք ունեն գործնական հանդիպում, նաեւ գործնական շփում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 21-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը առավոտյան տատանվում եք, ինչ-որ մի բան է ձեզ տանջում, ինչ-որ մի հարց է ձեզ տանջում։ Նաեւ
նվեր, կամ դուք կգնաք ինչ-որ մեկի համար նվեր, կամ դուք կստանաք նվեր, կամ ինչ-որ մի բան կարող է տեղի ունենալ, որը ձեզ համար նվեր է։ Եվ երրորդը, ինչպես միշտ, անցած անգամ էլ չգտա, այս անգամ էլ չեմ գտնում, այնպես որ ինչ-որ մի բան նաև տեղի ունենալու, ինչ-որ մի բան կիսատ է։ Դե եթե գտնեինք ավելի լավ, բայց դե չկա։ Ցավոք։ Դե ոչինչ, ինչ-որ մի բան էլ է լինելու ամենայն դեպս։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին մայիսի 21-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը նորություն կլսեք առավոտյան շատ շուտ։ Ձեր ցանկությունները կիրականանան։ Միգուցե կապված է սիրո հետ, միգուցե ինչ-որ կարևոր մեկ այլ բանի հետ է կապված, համենայն դեպս շատ լավ լուր կլսեք եւ ձեր ցանկությունները նույնպես կիրականանան։ Ոմանց սիրո խոստովանություն կանեն, ոմանք իրենք սիրո խոստովանություն կանեն, նաեւ ձեզ սիրված կզգաք, ինչ-որ մի լավ բան տեղի կունենա, որ ձեզ շատ լավ կզգաք այդ օրը։ Նաև կարող է սիրահարվեք, կարող է ձեր սիրելիները վերադառնան, ձեր սիրելիների շրջապատում լինեք, ինչ որ մի բան է, որը ձեր ցանկությամբ է եւ դուք այն որ ասում եք հրվռում եք, այդպես։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մայիսի 21-ին։ Հարգելի խեցգետիններ,
Այդ օրը գումար կարող եք ծախսել կամ ինչ-որ մեկի հետ գումարի մասին խոսել, նաև օրվա ընթացքում կարող եք պարկել, քնել, հանգստանալ, ոմանց համար դա նաև ինտիմ հարաբերություններ եւ կարող եք գումար ծախսում եք դրա վրա, հա, ինչ-որ հոթելի վրա եւ այլն։ Նաև ձեր ցանկությունները կիրականանան այստեղ երեխաների հետ կապված, կարող է իրոք հղիություն է, կարող է ծննդաբերություն է, կարող է ձեր երեխաների մոտ ինչ-որ մի լավ բան տեղի ունենում, որը ձեզ շատ է երջանկացնում։ Այ երջանիկ կլինեք այդ պահին։ Եվ հանդիպում ինչ-որ մեկի հետ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցների։ Ինչ է սպասվում առույցներին մայիսի 21-ին։ Հարգելի առույցներ, սկզբում ինձ թվաց, որ արտասվում եք, որովհետև կամ լարված եք, որովհետև այստեղ տհաճ պահեր կան, բայց այստեղ սիրո թեման է, կամ սիրային առումով է այդ հուզմունքը, կամ ձեր սիրելիի հետ է կապված այդ տհաճ պահերը, կամ այնքան ձեզ լավ եք զգալու, սիրված եք զգալու, որ այդպես հուզվեք, որ նաև արտասվեք, այդպես։ Նաև համենայն դեպս այստեղ տհաճ պահեր ունեք, դա կարող է կապված լինել նաև ձեր սիրելիի հետ, թեկուզ որ լարվում եք, այստեղ, կամ ուղղակի շատ այդպես ձեզ սիրված եք զգում, որ sense մի տեսակ մարդ իրեն ինչ-որ թրթռուն վիճակում է զգում, այդպես կարող եք հուզվել նաև, եւ բայց հետո պետք է պատրաստ լինեք, ինչ-որ տհաճ պահեր կան ամենայն դեպս։ Նաև օրվա ընթացքում ինչ-որ մի բան կարող եք ձեր ձեռքից բաց թողնել օձերի պատճառով կամ բամբասանքների պատճառով կամ նաև կարող է անկայուն գործը ձեր ձեռքից գնում է կամ ուղղակի ինչ-որ մի հնարավորություններ ձեզ համար դա ձեր ձեռքից բաց եք թողնում։ Հնարավոր է լսում եք իրենց, հնարավոր է իրենց պատճառով, հա ինչ-որ մի բան է, որը օձերն էլ կան։ Բայց ի վերջո օրվա ավարտին բավականին ձեզ երջանիկ եք զգալու, այն ինչ որ կար, կարող է իրոք այստեղ կամ ձեզ սեր են խոստովանում, հուզվում եք, կամ այնպիսի մեկին եք տեսնում, որ շատ եք սիրում եւս հա հուզվում եք, ինչ որ նմանատիպ ոչինչ մի բան է։ Եվ երեկոյան արդեն ձեզ բավականին երջանիկ կզգաք։ Ինչ որ մի բան տեղի կունենա։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մայիսի 21-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը հանկարծակի լուր կարող եք լսել, նաև ձեր շրջապատում բամբասանքներ կան կամ ձեր մասին կարող են բամբասել, կամ այնտեղ հանդիպում շփում ունեք ընկերոջ հետ կամ ինքն է բամբասում ինչ-որ մեկի մասին, դուք լսում եք, կամ կարող եք իմանալ, որ ձեր ընկերը ձեր մասին բամբասել է։ Եվ այդ օրը ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, դա պետք է անեք, կամ վերջին մեկ ամսվա ինչ-որ իրադարձություն է, որը որ կարող է ավարտվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին մայիսի 21-ին։ Հարգելի կշարքներ, ոմանք այդ օրը սիրո խոստովանություն կստանան, սիրո խոստովանություն կանեն, ձեզ սիրված կզգաք, ձեր սիրելիների շրջապատում կլինեք, նաև կարող է ձեր մասին շատ լավ բաներ եք լսում, ձեզ ասում են այդ բաները, եւ այստեղ ոմանք կամ կվիճեք, դրանից հետո ձեզ շատ լավ կզգաք, որովհետեւ ոնց որ կասեք ինչ որ ձեզ հարկավոր է եւ ի վերջո ձեզ լավ կզգաք, կամ այդպես ուրախ, երջանիկ տուն եք մաքրում, որ ինչ-որ մեկը գա տուն։ Սուտ կա այստեղ, սուտ կա անկողնային հարաբերությունների մեջ ամենաառաջինը, նաև կարող ինչ-որ մեկը ասում է քնած եմ, բայց քնած չի, սուտ է դա, կամ նաև կարող է իբրև վատ է զգում, բայց էլի վատ չի զգում, ինչ-որ սուտ է դա։ Ամենայն դեպս այստեղ ինչ-որ առողջության հետ կապված հարցեր կան այդ օրը, կարող գնաք դեղատուն, դեղ գնեք, բայց ինչ-որ սուտ կա, չգիտեմ, կամ ինչ-որ բաներ են ասում, որ չգնան աշխատանքի, կամ չգնան դասի, ինչ-որ նմանատիպ ոչ է մի բան է։ Սուտը կա եւ հենց դա կապված է եւ անկողնու հետ, եւ ինտիմ հարաբերությունների հետ, եւ իհարկե ով որ պարկած է։ Ոմանց տանը առիթ կա, ոմանք պետք է գնան այդ առիթին, տան հետ կապված ոչ իրադարձություններ կան, կամ հենց իրոք այստեղ գիտեք տանը հիվանդ մարդ կա պարկած եւ շտապ գալիս եք տուն, այդպես նաեւ կարող է լինել։ Բայց էլի եմ ասում, սուտ կլինի կամ ձեզ կարող են ստի միջոցով բերել տուն հասցնել, որ կարող ինչ-որ մի կարևոր պահ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին մայիսի 21-ին։
Հարգելի կարիճներ, այդ օր ինչ-որ մի հարցում հաղթանակած դուրս կգաք, ինչ-որ մի բան ձեր օգտին կարող է ավարտվել։ Նաև հուզվում եք ձեր ընկերոջը հանդիպելուց, կարող է վաղուց չեք տեսել եւ տեսնում եք իրեն հուզվում եք։ Նաև ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան։ Սեղանի շուրջ կնստեք, հնարավոր է ընկերոջ հետ եք նստում սեղանի շուրջ։ Նաև այստեղ նորություն կլսեք, ոմանք նաև նորությունը կարող է լինել SMS-ի տեսքով, փաստաթղթի տեսքով, կարող է առանձին նորություն եք ստանում, կարող է առանձին ինչ-որ փաստաթուղթ եք ստանում, կամ փաստաթղթի մեջ ինչ-որ նորություն է գրած, կամ նաև առանձին նորություն, առանձին որից է փաթեթ, եթե ինչ-որ բան եք պատվիրել։ Նաև այդ օրը հանդիպում ունեք ինչ-որ մարդկանց հետ, եւ իհարկե որոշ հարցերում կարող եք տատանվել, ինչ-որ ծանրութ թեթևանել ինչ-որ հարցեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մայիսի 21-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը գործնական հանդիպում ունեք, նաև ճանապարհին կամ ճանապարհ գնալուց ինչ-որ տհաճ պահեր կան, կամ մեքենա ուշադրություն դարձրեք, նաև ճիշտ վարեք, հա, ոստիկանների հետ կապված։ Նաև այստեղ հանդիպում շփում ձեզ համար հավատարիմ մտերիմ անձնավորության հետ եւ իհարկե օրվա վերջ նորություն կլսեք։ Ընդհանրապես դա լավ նորություն է, սա։ Երեկոյան կլսեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրների։ Ինչ է սպասվում այս եղջյուրներին մայիսի 21-ին։
Հարգելի այցիղջուներ, այդ օրը երեխաների հետ կապված որոշ իրադարձություններ ունեք, հնարավոր է նաև հրավերք որոշ առիթի կողը երեխաներին է դա վերաբերվում, կամ քննություններ կարող է լինեն, պատրաստվում եք վերջին զանգին եւ այլն գնում եք հագուստներ գնելու, նման որոշ բաներ կարող են լինել։ Նաև առիթ, կամ այդ օրը հրավիրեն հենց այդ օրվա համար, կամ մեկ այլ օր։ Որը հանկարծակի լուր կարող եք լսել, որը սուտ կարող է լինել, կամ ստի վերաբերյալ կլսեք, կամ ինչ-որ մեկը ինչ-որ մի բան չի արել, չի ասել եւ այլն, նման ոչ մի բան եւ դրանից ելնելով էլ ինչ-որ մի բան կարող եք ձեր ձեռքից բաց թողնել, ինչ-որ մի բան կորցնել։ Եվ տխրել, հիասթափվել կամ այդ մեկից, կամ ինչ-որ մի բանից կարող եք հիասթափվել, որ այդ բանին հավատացիք, այդ բանին այսպես եւ կորցրեցիք ինչ-որ մի բան։ Նաեւ այդ օրը հյուր ունեք, կամ դուք կգնաք եւ այստեղ նաեւ ոմանք, եթե առիթ ունեք, կարող ձեր տանն է այդ առիթը, եւ դուք այդ առիթի հետ կապված ամեն ինչ արել ավարտել եք արդեն։ Հնարավոր է նաեւ սա վերաբերվում է վերջին զանգին։ Կարող է այդ առիթի վերաբերյալ ամեն ինչ արել ավարտել եք։ Ու վերջնական որոշում կկայացնեք, որտեղ եք անում, ինչպես եք անում, ինչ եք տանում նվեր եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մայիսի 21-ին։ Հարգելի ջրհոսներ, ինչ-որ բաներ չունեք, ճանապարհ եք գնալու ընդամենը։ Ուրիշ ոչինչ։ Կամ հյուր եք գնալու, կամ ինչ-որ մարդիկ ձեր տուն են գալու եւ դուք պատրաստվում եք դրան։ Ուրիշ բան չունեք այստեղ։ Կարող է ինչ-որ բաներ լինում, բայց ամենայն դեպս այստեղ չկա այս պահին։ Կարող եք նաեւ նայել ձեր տարվա նշան այնտեղ կամ արևային, լուսնային, ձեր նաեւ ասցենդենտի նշան այնտեղ կարող է ինչ-որ բաներ հավելյալ լինեն ձեզ համար։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին մայիսի 21-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ուրախ եք, տրամադրությունը բարձր կլինի, հնարավոր է ընդունվում եք աշխատանքի, հնարավոր է պատվերներ եք գրանցում բավականին շատ,
կամ աշխատանքի վայրում ամեն ինչ հարթ է, ամեն ինչ լավ է ընթանում, դրա համար տրամադրությունը բարձր է, հարցազրույցի եք գնում եւ այլն, այն որ պատվերներ եք գրանցում, նաեւ հանդիպում կամ շփում ընկերոջ հետ, հնարավոր է նաեւ զանգահարում է ձեզ ձեր ընկերը, իր հետ խոսում եք, նվեր կամ ձեզ համար եք պատրաստ ինչ-որ մեկին որ տակ, կամ դուք կարող եք ստանալ այդ օրը նվեր, կամ ինչ-որ մի բան կարող է լինել, որը որ ձեզ համար նվեր է։ Օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, նաև այստեղ հյուր ունեք, կամ դուք կգնաք հյուր, բայց ինչ-որ մի բանից այնտեղ կարող եք հիասթափվել, կամ իրենից, կամ ընդհանուր, հա, ինչ-որ մի բանից կարող եք հիասթափվել եւ տխրել, կամ այդ հյուրից կարող չեք ուզում որ գա ձեր տուն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։